Արտահանման արգելքը ծանր հարված է հասցրել ոլորտին։ Թեմայի շուրջ այսօր լրատվականը զրուցել է Վարդենի ջերմոցի համահիմնադիր Ցոլակ Չադրյանի հետ, ով ներկայացրել է ոլորտում առկա խնդիրները, դրանց պատճառներն ու հնարավոր լուծումները։ Հայաստանի ծաղկի արտադրության ոլորտը ներկայացուցչի գնահատմամբ այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առջև։ Ցոլակ Չադրյանի խոսքով արտահանման սահմանափակումները ծանր ազդեցություն են թողել ինչպես ջերմոցային տնտեսությունների, այնպես էլ ծաղկի վաճառքով զբաղվողների գործունեության վրա, զգալիորեն սահմանափակելով արտադրանքի իրացման հնարավորությունները։ Բոլորս էլ գիտենք, որ մեր գյուղատնտեսական ապրանքի, այսպես ասած, արտադրանքի 80-90%-ը դուրս է եկել դեպի ԵԱՏՄ շուկա, մասնավորապես Ռուսաստանի Դաշնություն։ Դա բոլորին ասենք քաչ հայտնի է։ Մենք մեր տնտեսությունը այդպես ենք կաշկավորել տարիներ շարունակ։ Մեր տնտեսությունը զարգացել է այդ շուկայի հաշվին, որովհետև այն քանակի արտադրանք, որ նոր արտադրվում է Հայաստանի Հանրապետությունում, դա շատ տասնյակներ անգամ ավելի շատ է, քան մեր ներքին պահանջարկը։ Այսինքն մեր տնտեսությունը հիմնականում զարգացել է դրա հաշվին։ Ու բնականաբար ինքը պետք է իր բացասական հետևանքը թողներ մեր տնտեսության վրա, որը մենք ամեն օր տեսնում ենք, որ չնայած մեր կառավարության ներդրած ջանքերի, բայց հարցը կարելի ասել հիմնականում լուծում չի ստանում։ Այն բոլոր երկրները, որոնք շեշտվում են, Արաբական Էմիրություններ, եվրոպական մի շարք երկրներ, Բուլղարիա, Ռումինիա, դրանք չունեն այն պոտենցիալը, այն ընդունելու կարողությունը, որը մենք աշխատել ենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Արտահանման հնարավորությունների բացակայության պայմաններում ջերմոցներում աճեցված ծաղիկների իրացման շուկան զգալիորեն սահմանափակվել է։ Արդյունքում արտադրողները ստիպված են իրենց արտադրանքը վաճառել ինքնարժեքին մոտ կամ նույնիսկ դրանից ցածր գնով, փորձելով մասամբ փոխհատուցել կատարած ծախսերը։ Քանզի սա խնդրի լուծում չէ, այլ ընդամենը ժամանակավոր քայլ, որը չի կարող երկարաժամկետ հեռանկարում փրկել ոլորտը, նշեց պարոն Չադրյանը։ Եթե ընդունված շուկայական արժեքից անհամեմատ էժան շուկայում ապրանք է ներմուծվում, ինքը համարվում է դեմպինգ խոշոր տնտեսվարողների կողմից։ Բայց այս պարագայում չեմ կարող նման գնահատական տալ, որովհետև ինքը համարվում է ֆորս մաժորային իրավիճակ։ Այսինքն ես ունեմ հիմա 1 հեկտար տարածք, բնականաբար հոգսս այդ մի հեկտարի տված արտադրանքն է, բայց պատկերացրեք այն մարդկանց վիճակը, ովքեր ունեն 15, 20, 30 հեկտար, իրենց վիճակը շատ ավելի բարդ է։ Բնականաբար սա լուծում չէ, սա ավելի շատ կարելի ասել շուկան աղավաղել է, որովհետև մարդը չի կարող, ասենք, միջին արժեքում ստանա մեկ վարդը 100 դրամ, բայց վաճառի 50 դրամ։ Բայց քանի որ իրանք այլ ելք չունեն, իրանք ստիպված դիմել են այս քայլին։ Ու բնականաբար սա չի կարող երկար տևել։ Նրա համոզմամբ, եթե իրավիճակը չկարգավորվի, ծաղկի արտադրությամբ զբաղվող բազմաթիվ տնտեսություններ կարող են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչը կբերի նոր աշխատատեղերի կրճատման եւ զգալի տնտեսական կորուստների։ Վիճակը քանի գնալու ավելի վատանալու է, որտեղ Հայաստանի Հանրապետությունում այս պահին կա մոտ 1800 հեկտար ջերմոցային տնտեսություն։ Այսինքն բոլոր տնտեսությունները գոյատևում են այն բանի հաշվին, որ իրենք ձմեռը աշխատում են եկամուտ չստանալով։ Հիմա պատկերացրեք, եթե մենք այս պահին հազիվ կարող ենք մեր ծախսը փակել, այսինքն ծախսածածկման կետի վրա ենք, տնտեսագիտական, եթե տերմինով ասեմ, հիմա դրան գումարվի մի հատ էլ 40% հավելյալ ծախս, բնականաբար շատ մի մեծ մասը, կարելի ասել 90% իրանք փակվելու են։ Բայց միևնույն ժամանակ էլ պետք է հասկանանք, որ մոտավորապես 200-ից 300 հազար քաղաքացիներ Հայաստանի Հանրապետությունում իրենց օրվա ապրուստը հայթայթում են գյուղատնտեսությամբ։ Ոլորտի ներկայացուցիչը ընդգծում է, որ անհրաժեշտ է հրատապ եւ արդյունավետ լուծումներ, որոնք թույլ կտան վերականգնել արտահանման բնականոն ընթացքը եւ ապահովել հայկական ծաղկի արտադրության շարունակական զարգացումը։ Գայանե Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։